Ողջույն սիրելիներս, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մայրինեից այսօր մենք անցնելու ենք կարգադասը, բայց քանի որ Հայաստանի քարերը շատ սիրուն դաս է եւ բավականին շատ հետաքրքիր առաջադրանքներ կան դասի վերջում, կարող ենք լրացուցիչ նաեւ Հայաստանի քարերը կաշտալ։ Նկարում պատկերված է հովիվը, ով ոչխարի հոտը բերել է արածելու, եւ ուշադրություն ենք դարձնում քարերին, ինչ գույնի ասես քարեր կան, մանուշակագույն, դեղին, ոսկու նման շողացող դեղին գույնի քարեր կան։ Եվ տեսնենք ինչի մասին է խոսքը։ Երբ երեխաները կարդում են Հայաստանի քարերը, նայում են նկարին, հասկանում են, որ խոսքը մեր Հայաստան աշխարհի քարերի մասին է։ Դասի հեղինակը Էդվարդ Միլիտոնյանն է։ Նաև կարող ենք արդեն երեխաներին բացատրել, որ մեր դասերը կարող են լինել արձակ եւ չափածո ստեղծագործություններ։ Արձակը դրանք պատմվածքներն են, հեքիաթները, իսկ չափածոն ոտանավորներն են։ Բացատրում ենք չափածո նշանակում է չափած, ձևած, հանգավորված, հանգը հանգին, վերջավորությունը վերջավորությանը համապատասխանում է եւ ասում ենք, որ չափածո ստեղծագործությունները հեշտ է անգիր սովորել, որովհետեւ երկեցիկ են եւ հանգավորումը գեղեցիկ է ստացվում։ Գունավոր է ու սիրուն Հայաստանում ամեն քար, հովիվն է զարմանում, ո՞րն է ծաղիկ, ո՞րը քար։ Չի տարբերում նա անգամ, ո՞րն է քարը, ո՞րը գառ։ Պատահել է քարանտեղ, գյուղ է քշել մի մեծ քար։ Գունավոր է ու խելառ Հայաստանում ամեն քար։ Շատ սիրուն բանաստեղծություն է, կովերքում է Հայաստանի քարերը, դե մեր Հայաստան աշխարհը հարուստ է քարերով, մենք էլ մեր քարերն ենք կովերքում, որոնցից շատերը շատ թանկարժեք են։ Գունավոր է ու սիրուն։ Կարող ենք փոխարինել հոմանիշ բառերով, գունավորի փոխարեն գույնս գույն, երբ նրանք, սիրունի փոխարեն գեղեցիկ։ Հայաստանում ամեն քար, հիշեցնում ենք, որ Հայաստանը հատուկ անուն է, գրվում է մեծատառով եւ նաեւ սովորեցնում ենք, որ չափածո ստեղծագործություններում, բանաստեղծություններում յուրաքանչյուր տողը սկսվում է մեծատառով։ Հովիվն է զարմանում, ո՞րն է ծաղիկ, ո՞րը քար, տեսեք ծաղկի են նմանեցրել քարերը, գույնս գույն են, ծաղկային են։ Չի տարբերում նա անգամ, ո՞րն է քարը, ո՞րը գառ, երբեմն գառներին էլ տեսեք քարերին համապատասխան գույներ է տվել հեղինակը, որ համապատասխանեցնի բանաստեղծության տողերին։ Պատահել է գառան հետ, գյուղ է քշել մի մեծ քար, սա կարծես մի սիրուն չափազանցություն սուտ ասելուկ լինի, քարը ոտք չունի, որ ինքն իրեն քշելով գա հասնի գյուղ։ Պարզապես միտքը գեղեցիկ ստանալու համար եւ դասին հումորային շեշտադրում տալու համար հեղինակը գրել է այս սիրուն տողերը։ Գունավոր է ու խելառ Հայաստանում ամեն քար։ Խելառ բացատրում ենք խենթ, գիժ, խելապակաս, երբեմն խելառ ասում են սիրելով, հաճույքով են ասում նաև խելառ բառը։ Այս բառակայում խելառը կարծես իր երեխային մայրը սիրելով ասի խելառս, խենթուկս, գժուկս։ Հիմա հարցերով վերլուծենք։ Ինչ եք կարծում, հովիվն իրոք շփոթում էր գառն ու քարը։ Իհարկե հովիվը չէր շփոթում, պարզապես գեղեցկությունը ներկայացնելու համար, բնության տեսքը գեղեցկությունը ներկայացնելու համար այսպիսի ձևակերպումներ են կատարվել։ Կատարում ենք իմ խոստացած առաջադրանքները։ Առաջադրանք 1-ը, ասա մեկ բառով, ոչխարներին արածացնող մարդը։ Ով է արածեցնում ոչխարներին, երեխաներ։ Հովիվը։ Հաջորդը։ Հիվանդներին բուժող մարդ, անմիջապես կասեն բժիշկ։ Շենքեր կառուցող մարդ, շինարար։ Հաց թխող մարդ, հաց թուղ։ Սովորեցնող մարդ, ուսուցիչ։ Բացատրում ենք, որ սովորեցնել, ուսուցանել բառերը հոմանիշներ են, սովորեցնող, ուսուցանող մարդ, ուսուցիչ։ Այժմ առաջադրանք 2-ն ենք կատարում, որ բառերն են ընկերներ, չակեշտների մեջ է գրված ընկերները, այսինքն պետք է գտնենք, որը որի զույգն է։ Գարուն, տահուկ, ամառ, անձրև, աշուն, շոգ, ձմեռ, ծնծաղիկ։ Գարունն ու ծնծաղիկը իրար զույգ են։ Համարակալ ենք 1,
1 գարուն գիծ ծնծաղիկ դահուկ գիծ ձմեռ ձմեռն ու դահուկն ենք իրար հետ համապատասխանեցնում ամարին համապատասխանում է ճիշտ է շոգը ամառ շոգ եւ աշնանը աշուն անձրև Այժմ կատարում ենք առաջադրանք 3-ը արտագրել լրացնելով բաց թողնված բառերը մանուկները դպրոց գալիս են կամ եկան դպրոց ծաղիկները գարնանը բացվում են գարնանը կամ աճում են բացվում են գարնանը երեխաները դրսում ինչ են անում խաղում են համապատասխան գործողություն ցույց տվող բառն ենք գտնում եւ գրում կատուն մկան հետևից վազեց կամ վազում է կատուն վազեց մկան հետևից այստեղ մենք բոլոր բառերը որոնք լրացրեցինք նշում ենք որ գործողություն ցույց տվող բառեր են առաջադրանք 5-ը առանձնացրու երկու խմբով ոչխար ծաղիկ կով քար ծիտիկ հավ ծառ փայտ մի րոպե ժամանակ ենք տալիս եւ ասում ենք կարելի է առանձնացնել երկու խմբի ինչու երկու խմբի որովհետեւ մի խմբում շնչավորներն են մյուս խմբում անշունչ առարգաները մենք անցել ենք այբենարանի ընթացքում շնչավոր եւ անշունչ առարգաները տարբեր խաղեր ենք խաղացել կարելի է երեխաներին առաջարկել որ 2 կամ 3-ական բառեր իրենք ավելացնեն ոչխար գրում ենք շնչավորի տակ ծաղիկ անշունչ կով շնչավոր քար անշունչ ծիտիկ շնչավոր հավ շնչավոր ծառը անշունչ փայտը անշունչ կարող են նաեւ երեխաները ավելացնել շարքը Առաջադրանք 6-ը ինչպիսին է քարը ինչպիսին ծաղիկը քնքուշ իհարկե քարը չէ ծաղիկն է ամուր քար ծանր քար անուշահոտ ծաղիկ հսկայական քար դալար ծաղիկ կարծր նշանակում է պինդ ամուր քար եւ ճկուն ծաղիկ ճկուն այսինքն ճկվող յուրաթեք հեշտ թեքվող եւ 7-րդ առաջադրանքը բառերը ցախ կողմում գրված են եզակի թվով աջ կողմում պիտի դարձնենք հոգնակի հիշեցնում ենք որ եզակի թիվը ցույց է տալիս 1 առարկա հոգնակի թիվը 1-ից ավելի արդ արտեր այգի այգիներ հետք հետքեր բացատրում ենք հետք բառը, որ կարող է լինել ոտնահետք, մատնահետք, կազան, կազաններ, այստեղ բացատրում ենք, որ միավանք բառերի վերջում ավելանում է էր, բազմավանք բառերի վերջում ավելանում է ներ։ Եթե կազան բառը վերջանում է ն-ով, ները ավելանալով դառնում է երկունը։ Նախ գրում ենք կազանը, հետո ներն էլ ավելացնում ենք, լինում է երկունը իրար կողքի կազաններ, քար, քարեր, կատու, կատուներ։ Այսօր էլ այսքանը կհանդիպենք հաջորդ դասին։